Նախիջևանը, որը Հայաստանից անջատվեց եւ տրվեց Ադրբեջանին, դա կատարվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի, բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ RSFSR կամ սովետական միություն չկար դեռևս, իդեպ սովետական միությունը ճանաչվեց ուրեմն Եվրոպայի կողմից 24 թվականին 1900, իսկ Ամերիկան ճանաչեց ընդհանրապես 1933 թվականին որպես պետություն, ուղղակի ասեմ իմանանք, եւ ազգային լիգայում չկար եւ արդեն վռնդվել էր իրեն եւ այլն։ Այս չճանաչված պետությունը ուրեմն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, բացի որ Լենինը իրենց բոլշևիկները ոսկի ու զենք էին ուղարկում հայերին կոտորելու համար, նաեւ թե ոնց պիտի բաժանեն Հայաստան կոչված երկիրը, որը առաջին հանրապետությունը, որը այսօրվա հանրապետության ամեն երկու անգամն էր, այսինքն մեջը կարի է Նախիջևան եւ Ադրբեջան, բայց նաեւ կար Ղարսը, Արդահանը մինչև Սևծով եւ Իգդիրը եւ Արարատսարը, այս բոլորը Հայաստանի մեջ էր մտնում։ Որոշեցին Լենինի ազգային հարցերով քարտուղար Ստալինի կողմից, որ այսպես պետքա բաժանել եւ սրանք տալ Ադրբեջանին։ Իսկ հետաքրքիր չէ, որ այդ ուրեմն Ղարաբաղը տալը ոնց որ մտավ Ադրբեջանի մեջ, իսկ Նախիջևանը շատ հատուկ ստատուս ստացավ։ Սկզբում սովետական սոցիալիստական հանրապետություն էր, դարձեցին, ինչպես օրինակ նույն ստատուսով, ինչ որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստան, Մոլդովա, չգիտեմ ինչ, Բելարուս եւ այլն։ Հետո ստատուսը իջացրեցին որպես ավտոնոմ, ուրեմն հանրապետություն։ Բայց նույնիսկ որպես ավտոնոմ հանրապետություն մեջը իրենց սահմանադրությամբ գրված էր, որ այս տերիտորիան դա պրոտեկտորատ է Ադրբեջանի կողմից պահպանվող տերիտորիա, որի ապահովությունը եւ անկախության գարանտորները Ռուսաստանը եւ Թուրքիան են։ Պատկերացրեք, ուրեմն 1921 թվականին Մոսկվայում պայմանագիր են կնքում, դեռևս իրանք պետություն չեն։ Ոչ Ռուսաստան, հա, ոչ Թուրքիան։ Եվ հետո այդ նույն պայմանագիրը վերահաստատում են Ղարսի պայմանագրով 21 թվականին, արդեն հոկտեմբերին կարծեմ, որի համաձայն իրանք սահմաններ են որոշում, արդեն Հայաստանը գրավեցին 20 թվականին, դե հիմա մեր միջև բաժանում ենք սահմանը, ոնց է լինելու։ Եվ արդեն մեր գրաված Հայաստանի կեսը տալիս ենք Թուրքիային։